հենց որ մենք հայտարարեինք Ղարաբաղը որպես Հայաստանի կազմ, մենք կշեղվեինք, մենք այս խնդրի լուծումը կբերեինք երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ։ Բայց մենք ամբողջ բանակցային գործընթացը տանում էինք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հենվելով։ Եվ սա մեր ուժն էր։ Դրա համար հնարավորություն եղավ երկար տարիներ ունենալ փաստացի անկախ Ղարաբաղ, որը ենթադրվում է, որ դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց փաստացի ճանաչվել է որպես ինքնորոշված ժողովուրդ, ինքնորոշված պետություն, որը ճանաչման փուլում է գտնվում։ Եվ մադրիդյան սկզբունքները դրա մասին է։ Միջազգային հանրությունը ասում է, ուղղակի այդ սկզբունքներով ասում է հետևյալը. դուք ինքնորոշվել եք, դուք process-ի մեջ եք, մենք հետևում ենք, մենք մասնակցում ենք այդ process-ին եւ որոշակի խնդիրների լուծելու պարագայում հանրաքվեով դուք կվերահաստատեք ձեր ընտրությունը։ Չէ, սա է մադրիդյան սկզբունքները, որ կարդում ես, հենց սրա մասին է։ Եվ ես չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնեինք, եթե չլիներ այլ ավանտյուրիզմը ուղղակի, որը դրսևորվեց 18-19 թվականներին։ Իրեն համարեց, որ sense բանը ինչ որ Ռեմբոյա միջազգային, վերջը գլխին տվին գիքոր դառավ։ Եվ իր ավանտյուրիզմի պատճառով 5000 զոհ, 11000-ից ավել վիրավոր։ Հիմա ասում են 5000 չի քիչ է։ Հրապարակեք թվերը, որ մենք ճշգրիտ այն թիվը օգտագործենք, որը կլինի այդ հրապարակման մեջ, անուն, ազգանուն, ով է զոհվածը, որ գյուղից է, որ քաղաքից է,